Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Քիչ առաջ ակնարկեցի, որ ուղիղ եթերում հրձելու եմ Նիկոլ Փաշինյանի կողմից ստերի նոր չափականակը, որ լրատվական դաշտում հայտնվեց Լեռնային Ղարաբաղի բանակցությունների փաթեթը հրապարակելուց հետո եւ ԿՊ-ական շրջանակների կողմից հայ հասարակությանը հայ ժողովրդին էշի տեղ դնելու process-ի շրջանակներում նրանք ափաշկերա-կեղծ դատարկ իրականության հետ որևէ աղերս չունեցող փաստարկներով եւ փաստերով փորձում են իբր թե ստեղծել տպավորություն իրենց համար շահեկան, որ ահա փաթեթը եւ տեսեք, որ ինչ ժառանգություն ենք մենք ստացել եւ ինչ վիճակ էր։ Իրականության մեջ ես հասցրեցի կարդալ բոլոր փաստաթղթերը, թեպետ մեծ մասին ծանոթ էի եւ ուզում եմ այս եթերը նվիրեմ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի խայտառակ ֆիասկոին։ Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը եւ կատարվեց այն, ինչ բոլորս վաղուց գիտեինք, որ նա իր ճակատին վերջնականապես դաջեց Արցախը հանձնողի անպատիվ կլիմոն, խարանը։ Եվ ստախոսի խարանի կողքին հայտնվեց այո նաև Արցախը հանձնողի նման արյունալի պատերազմ բերողի ազգային արհավիրքի մեղավորի խարանը եւ հիմա ես ձեզ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ կա այս իմ գնահատականների տակ, փաստական ինչ կա։ Եվ այսպես, բացում եք gov.am կայքը եւ տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված փաթեթի մեջ առաջին փաստաթուղթը կոչվում է ՀՀԿՄԽ առաջարկներ։ Փակագծերում գրել են 16 կողքը, բայց գրած է 2019 թվականն։ Ինչը սա նշանակում։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին համանախագահ երկրների կողմից ստացել է Լեռնային Ղարաբաղի բանակցություններին վերաբերող առաջարկ, խոսքը գնում է 2019 թվականի հունիսին մասին, որը թաքցրել է հայ ժողովրդից։ Այսինքն, սիրելի հայ ժողովուրդ, քեզ, որ խոստանում էր հրապարակներում, որ հավաքվելու ենք եւ միասին որոշենք Արցախի ճակատագիրը, որ ստանա առաջարկ անպայման ձեզ տեղեկացնելու է, Նիկոլը խաբեց։ Խաբում էր 19 թվականին, երբ որ այս փաստաթուղթը ստացել էր եւ ձայն չէր հանում նա։ Խաբում էր 20 թվականին, երբ որ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել Նիկոլ։ Եվ առանց վարանելու, առանց աչքը թարթելու նա Նիկոլ Փաշինյանը նայում էր ձեր աչքերի մեջ եւ ասում էր, որ որևէ բանակցային փաստաթուղթ չկա։ Այնինչ այսօր հրապարակեց 2019 թվականի հունիսով թվագրված բանակցային առաջարկ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստախոս է, ստոր ստախոս։ Սա առաջի հետևությունն է, որ պետք է անել որպես փաստ հերթական անգամ, այդ թվում այսպիսի կենսական կարևորություն ունեցող հարցով, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներ, Նիկոլ Փաշինյանը ֆրցրեց մի ամբողջ ժողովրդի։ 2019 թվականին նա ստացել է փաստաթուղթ, որը մեզանից հայ ժողովրդից թաքցրել է։ Փակագծերում գրել են 16, որպեսզի ասեն, որ դա իր օրոք բանակցված չի, դա Սերժից եկած ժառանգությունն է։ Սերժ Սարգսյանը իր իմնեմնիմի պոդքասթում ասաց, որ տեսել էր այս թուղթը մինչև այսօրվա հրապարակումը եւ այն կարող էր լինել նորմալ բանակցային հիմք եւ կար որոշակի էլեմենտներ, որ կարելի էր բանակցել եւ շտկել։ Բայց ինչ է տալիս այն փաստաթուղթը, որը Նիկոլը մեզանից թաքցրել էր։ Այդ փաստաթուղթը բացարձակ վատը չէր։ Անկամ այդ տարիների համար, ել չասեմ, որ այսօրվա իրավիճակի համար նա պարզապես երանելի փաստաթուղթ էր։ Երանելի։ Նիկոլը 19 թվականին ստանում է նորմալ բանակցային առաջարկ, այդ բանակցային առաջարկը մեզանից թաքցնում է, բոյկոտում է, տորպեդավորում է, հարամ է անում Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցությունների կոնստրուկտիվ ընթացքը եւ ստեղծում է դիվանագիտական հիմքեր Ադրբեջանի
լայնածավալ եւ ստոր ռազմական ագրեսիայի համար։ Սա է ողջ իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը այս թղթերը հրապարակելուց հետո իդեպ նաեւ անանուն է, բայց վստահ եմ ինքն է գրել պաշտոնական լրահոսի մեջ անմիջապես այդ փաստաթղթերից հետո հոդված է հրապարակած, ծանուցում է հոդված է, բացատրագիր է, որը պարզապես կարելի է մեկ սուտ լսել, երկու սուտ լսել, բայց հենց ստերի ցանց է մի հատ, կատաստրոֆիկ դատարկ, կեղծ, լիքը ֆրթոններով եւ ֆռոցիներով հենց այս տեքստի մեջ ցույց են տալի կոմպոս, որը կոմպի վրա է բացած պարզապես։ Այսինքն առաջի հետևություն Նիկոլը ստախոս է, Եմեկ, երկրորդը Նիկոլը մահաբեր է, որովհետև 19 թվականի փաթեթը ֆրցնելուց հետո նա այդպիսի պատերազմ բերեց մեր ժողովրդի գլխին եւ բանակցությունները տորպեդավորելուց հետո եւ սուտ խոսալուց հետո եւ մի քիչ հետո ուրիշ բան էլ կասեմ, այս 19 թվականի փաստաթղթի հետ կապված ուզում եմ ձեզ ընթերցել, ընդամենը շատ բան չէ, ընդամենը մի կտոր 19 թվականի փաստաթղթի մեջ կա ինչպես հայ-ադրբեջանական հայտարարության դեկլարացիայի, այսպես ասած, տեքստը, այնպես էլ այդ կարգավորման մաս կազմող մի փաստաթղթի նախագիծ, որը պետք է տարածվեր Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից, եւ երրորդ փաստաթուղթը, որ այդ փաթեթի մեջ է, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն է, որով պետք է ամրապնդվեր, այսպես ասած, իրավական, միջազգային իրավունքի տեսակետից գոհարը դրվեր, այսպես ասած, այդ կարգավորման իրավական փաստաթղթի մեջ։ Ինչա գրած 19 թվականի փաստաթղթում, ընդամենը մի բան եմ ուզում ձեզ ընթերցել, որպեսզի դուք տեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի զավեշտալի, խայտառակ, նորմալ մարդու ուղեղի, տրամաբանության, հոգեբանության, սրտի մեջ չտեղավորվող հրեշավոր աստիճանի, ստերի մակարդակը, հրեշավոր աստիճանի, տեսեք, ուրեմն գրած է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծում գրած է, որ կետ 10-րդ վերջի հատվածն եմ ձեզ ընթերցում։ И определение окончательного статуса Нагорного Карабаха путем проведения под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха, фиксекса, свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права, исходя из того, что международное сообщество признает любой результат такого голосования. Այս 10-րդ կետը տապանակարա Նիկոլի քաղաքական գոյության, քաղաքական ապագայի վրա։ 19 թվականին նա ստացել է փաստաթուղթ, որ ասում է 16-ից է նախագաները անդգրած, որ բացեք կտեսնեք։ Խրենցնին կներեք, ինչ այդ մանր-մունր ստերը դնում եմ մի կողմ։ Okay։ 19 թվականին ստացել է փաստաթուղթ, այդ փաստաթղթի մեջ գրած է, որ Լեռնային Ղարաբաղի ավարտական վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամ արտահայտման, համապատասխան պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, այսպես ասած, եւ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք, ցանկացած, այսքի եմ շեշտում, դաժե 19 թվականին կար հնարավորություն, կներեք մի քիչ մրշած եմ, կար հնարավորություն բանակցելու այս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակով միջազգային իրավունքի լրջագույն գործիքի կիրառման պարագայում ֆիքսվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը։ Այսքի եմ սենց շեշտում։ Բացում ենք Նիկոլի այսօրվա հոդվածը, որ ես վերագրում եմ Նիկոլին, ակնհայտ է, որ ինքն է գրել, տակը չկա բան ով է գրել, բայց զռռում է, որ Նիկոլն է գրել։ Ուրեմն Gov.am կայքում անմիջապես այս թղթերի հրապարակումից հետո դրած է հոդված,
որտեղ այս մարդը, կներեք այդ բառիս համար, Նիկոլը, սուտ, ափաշկերա սուտ, ասում է ինչ ասում, ասում է, Լիսաբոնի գագաթնաժողով 96 թիվ, 96 թիվ, ինչ կապ ունի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը 2018-ի Սերժի թողած ժառանգության եւ 19-ին տված փաստաթղթի հետ, ոչ մի կապ չունի, այն անցած этаպի թուղթը, 96 թվականի հետ իրա մեջ բերված թուղթը, էլ ոչ մեկի տնգլին չի եղել, Մինսկի խմբի տնգլին չի եղել, ոչ մեկի տանձին չի եղել այդ թուղթը, որովհետև որևէ առաջարկության մեջ հղում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողով 96 թվականի չկա, իրանց լեզվով ասած յոխ, չկա, բայց ինչա գրում Նիկոլը այսքանից հետո, ասում է, Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարությունը, ասում է, ցույց է տալիս, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը մեզանում միֆիկացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ, Զավեշտալի հրեշավոր սուտ, ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում, սա է կարևոր տարբերությունը, այս Նիկոլի հոդվածն է, հիմա դեմս է բացած իրա կառավարական կայքից, նույն կայքի վրա դրած է իրան տված 19 թվականի կարգավորման տարբերակը, որտեղ ՄԱԿ-ի բանաձևի նախագծի 10-րդ կետը ասում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մասով պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, այս հերիք չի, Նիկոլը մի հատ էլ ասատում, հաստեղ է իրա, այսօրվա հոդվածում, մի խայտարակություն է, նորմալ մարդ կլներ, արդեն ինֆարկտ կստանար, պրոստո մենք կոփվել ենք սրա ձեռը, այս տարիների ընթացքում, ասում է, որ այդ հանրաքվեին, Նիկոլը իրա հոդվածում ասում է, որ պետք է մասնակցեր ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացված ադրբեջանցիները, այլև ասում է ադրբեջանցի բոլոր քաղաքացիները, ափաշկերա սուտ, որովհետև իրան տված դաժը 19 թվականի թղթում իմ մատնանշած 10-րդ կետում գրած է «Волеизъявление населения Նագորնովո Կարաբախա, անի Ադրբեջանա», Ստեղ են որ պայթում ես մեջից, չէ, ոնց կարելի է մարդը սենց ինքը տպի, ինքը փաստաթղթերը բացահայտի, քիչ է թաքցրել էր մեզանից, հələ այդ բացահայտված թղթերի վրա ինչ կանա ինքը մեզ, ձեզ ժողովուրդ ջան, դրե էշի ավանակի տեղ, մտածում է անկիրթ դեբիլ ժողովուրդ ենք մենք, որ ինքը կարող է այս թուղթը որպես պաշտոնական առաջարկ տպի, կողքը գրի իր սուտ մեկնաբանությունը, որը ակնհայտ է չի բռնում այս թղթի հետ, այդ թղթի մեջ ուրիշ բաներ է գրած։ Կներեք, հնարավոր չի հանգիստ խոսել, երբ որ տեսնում ես այն ինչ որ ինքը այսօր փորձում է ֆրցնել, նորից մի մատի վրա փորձում է 3 միլիոնանոց ժողովուրդ, հələ 10 միլիոն սպյուրքն էլ հետա ֆրցնել, էշի պես, մեզ դնելով էշի տեղ։ Նորից կրկնեմ, բացեք իր հոդվածը, կարդացեք այսօրվա, ու բացեք 19 թվականի թուղթը, այն որ խաչբար եք սիրում լուծել ժողովուրդ ջան, ես ինչ ենք սիրում խաղալ ինտելեկտուալ խաղ, ինտելեկտ պետք չի, պետք է կարդալ երկու թուղթը, տեսնել, որ Նիկոլը ափաշկերա մեզ էշի տեղա դրել նորից։ Անցանք հաջորդին։ 2018 թվական։ Այս փաստաթղթերի մեջ երրորդ փաստաթուղթը վերևից, որ նայում եք, կռակավի փաստաթուղթն է, 2018 թվական։ Մի վայրկյան դրա ժամկետն էլ ասեմ, 2018-ի հունվար։ Այս կարևոր թուղթը, այս 2018 թվականի թուղթը Նիկոլ Փաշինյանը հրապարակ սլիվ է տալիս 2020 թվականի հունվարի կեսին, սլիվ է տալիս առաջին EM-ին, իրանց սպասարկող ԶԼՄ, եւ գնում է 2020 թվականի հունվարին Կապանո Մասուլիսի ժամանակ սարքած հարց է լինում, իրան հարց են տալի այս սլիվի հիման վրա, ինքը ելնում կարդում է Սերժի թողած բանակցային ժառանգություն։ Այս են թուղթն է, որը ինքը 20 թվականի հունվարին ասեց սա է Սերժի թողած բանակցային ժառանգությունը, կարդաց եւ հետո ասեց, որ լյուբոյ վաղ կարանք վերադառնանք այս բանակցային ժառանգությանը։ Տեսնենք ինչա գրած։ Գրված է հետեւյալը։
3 պարբերություն է ընդամենը, ինչա գրված։ Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։ 18 թվականի հունվարի Սերժի թողած ժառանգության մեջ գրած է, որ հանրաքվե պետք է լինի, այդ հանրաքվեի հարցը ոչ մի բանով սահմանափակված չպետք է լինի, այդ հանրաքվեին պետք է մասնակցի մենակ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, մենակ, ոչ թե ադրբեջանցիները, ոնց որ ինքը իր այսօրվա տոլիթ հոդվածում փորձել է մեզ ապուշի տեղ դնել։ Եվ դրա արդյունքները պետք է ունենան պարտադիր իրավական ուժ։ Էս էլ ձեզ 2018 թվականի փաստաթուղթն է։ Գնացինք առաջ։ Նիկոլ Փաշինյանի մեզ տուպոյների տեղ դրած, իսկ իրականում իրանք անսահման ամբարո եւ տուպոյների ոհմակը հաջորդ խրախճանքը տեղեկատվական քարոզչական փորձում է ստեղծել Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինի վերնագրի շուրջ։ 4-րդ փաստաթուղթն է, մտեք նայեք։ Ուրեմն Սերժ Սարգսյանի այդ նամակը, որը գրվել է 16 թվականին այս ամիսը նայենք, օգոստոս ոնց որ թե եթե չեմ սխալվում, ավգուստ, 5 ավգուստը։ Սերժ Սարգսյանի այդ նամակը Հայաստանի պետական շահերին ծառայելու լրջագույն օրինակ է։ Այդ նամակը պետք է տպել, պուճուր, կախել դրանց վզներից, քանի դեռ դրանք իշխանության են, որպես պետությանը ծառայելու, թե ոնց է պետք ծառայել պետական շահին։ Սերժ Սարգսյանը փոքր Հայաստանի մեծ նախագահը գրում է մեծ երկրի ղեկավարին, համանախագահ, ռազմավարական գործընկեր, նամակ, որտեղ շարադրված է շատ հստակ, շատ դիվանագիտական լեզվով, բայց շատ կոշտ մոտեցումները Հայաստանի կողմից։ Սերժը Պուտինին շարադրում է դիվանագիտության մեջ թույլատրելի կոշտ լեզվաբանության շրջանակներում Հայաստանի ակնկալիքները եւ պահանջները, քննադատում է Լավրովի մոտեցումները անուղղակիորեն եւ ասում է, թե ինչով պետք է այդ փոփոխությունները տեղի ունենան, ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Բացեք այդ նամակը կարդացեք։ Այսինքն առաջինը, այս նամակը վկայում է ոչ թե այն մասին, որ բանակցությունները տուպիկում էին, որ սաղ վատ էր, որ դիսբալանսը եւ այլն, այսա դրան հերթով կանդրադառնա։ Այս նամակը վկայում է առաջինը այն մասին, որ Սերժը տղա է, որ 16 թվականի օգոստոսի նման բովանդակությամբ նամակագրել նման երկրի նման ղեկավարին։ 1. Երկրորդը, այս նամակում շարադրված, որ բացեք կտեսնեք, խնդիրները, որ Սերժը տեսել է, որ կա ռուսական կողմից, այս նամակում շարադրված խնդիրները հետո մյուս փաստաթղթերում 18 թվականի իմ քիչ առաջ հիշատակված Կռակովյան փաստաթղթում, 19 թվականի Նիկոլին փոխանցված փաստաթղթում տեղ են գտել։ Սերժը ինչ առաջարկել է հայկական շահերից ելնելով, զգալի մասը, ոչ բոլոր, բայց զգալի մասը այդ բոլոր կարևոր առաջարկների տեղ է գտել հետո բանակցային փաստաթղթերում։ Դրա վկայությունը Նիկոլի հրապարակված այն իմ հիշատակված Կռակովի տարբերակն է եւ Կռակովյանն է եւ 19 թվականի բանակցային փաստաթուղթը։ Սերժը այս նամակով, որտեղ շարադրել է խնդիրներ եւ պետական այրի կեցված կա ցույց տվել, բայց դա մենակ կեցվածքի մասին չէ, եւ հասել է արդյունքներից մեկը դիվանագիտականը հենց Նիկոլի հրապարակած այդ փաստաթղթերում կա։ Արդյունքներից երրորդը ռազմականը նա է, որ այս նամակից հետո Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից ստացել է արտոնյալ պայմաններով 300 միլիոն ամերիկյան դոլարի վարկ 16-17 թվականներին, այս նամակից հետո, որտեղ այո Սերժ Սարգսյանը գրել է, որ ռազմական բալանսը խախտված է, իսկ կետով չգիտեր, որ Ադրբեջանը մեզանից միշտ մեծ է եղել, միշտ մեզանից հարուստ է եղել, միշտ մեզանից շատ փող է ունեցել, միշտ ավելի շատ տեխնիկա է առել։
Այսինքն էդի տենց բանը սենսացիա էր, որ Ադրբեջանը ավելի հարուստ էր ու շատ ավելի զենք ուներ։ Չէ, դա սենսացիա չէր, դա փաստ էր։ Դա փաստ էր անգամ սովետի փլուզման պահին, երբ որ ադրբեջանցիք սովետական բանակից ավելի շատ զենք ստացան։ Այսինքն խախտված բալանս հասկացությունը այս պարագայում, երբ որ Նիկոլի էրոգեն զոնաների նիկոլական քարոզչության կպնում է եւ նրանք գրգռվում են, մի հատ սառը դրուշլակով ջուր լցրեք իրանց գլխին, որովհետեւ այստեղ այս նամակով մատնանշելով այդ խախտված բալանսի խնդիրը ռազմական Սերժ Սարգսյանը 300 միլիոն դոլար վատ բառա չեմ փողա պոկել, կպցրել, հասել դրան Ռուսաստանից զինտեխնիկա ձեռք բերելու համար։ Այսինքն ինչ է նշանակում խախտված բալանս։ Միշտ էլ իրանք միշտ էլ Չինաստանը մեծ է Գերմանիայից եղել եւ հիմա էլ ավելի հարուստ է։ Քան այդ բալանսները միշտ էլ տարբեր են, ասիմետրիկ են։ Այո, Սերժ Սարգսյանի այս նամակով նաեւ ռազմական բալանսի տարբերությունների այս դիսբալանսը ուղղելու, այսպես ասած, գործողությունները արվել։ Եվ հաջորդը մենակ ռազմական բալանսով չի։ Կա ռազմաքաղաքական բալանս, որտեղ այո փոքր երկիրը, օրինակ Հայաստանը, երբ որ առճակատվում ավելի մեծ եւ հարուստ երկրի հետ, եւ ռեսուրսները այդ երկրների ի սկզբանե տարբեր են, այս փոքր երկիրը ունի դաշնակից մեծ երկիր, որի հետ աշխատելով կոմպենսացնում է մեծի նկատմամբ իր փոքրությունը, իր ռեսուրսների սակավությունը, եւ այդպես էլ վարվել է, բա հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական իմաստով, ռազմավարական կոչելու իմաստը ո՞րն է, եթե ոչ այն փաստը, որ այդ հարաբերությունների շնորհիվ փոքր Հայաստանը կարողանում է դիմակայել նաև այդ հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանի ավելի մեծ ռեսուրսներին, բանակին, տեխնիկային, փողին, պարզ չի։ Ավելին այդ ռազմաքաղաքական բալանսի պարագայում ոչ միայն Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությունն է մեզ բերել այդ հավասարակշռությունը, այլ նաև արևմտյան երկրների հետ, մասնավորապես Եվրոպական միության հետ աշխատանքները, որոնց շնորհիվ ստորագրվեց ՍԵՊ-ն 2017 թվականի նոյեմբեր։ Այս հասկացանք, այսինքն Սերժի նամակը գժական թուղթ է նրա մասին, թե ինչպիսին պետք է լինի հայ պետական գործիչը, ազգային գործիչը։ Ինչ շիտակությամբ եւ հստակությամբ պետք է միջև վերջ պաշտպանի հայկական շահը, ոչ թե ծալվի նույն Վլադիմիր Վլադիմիրիչի արչեւ 6 տակ, հետո ծալվի Էրդողանի տակ, հետո ծալվի Ալիևի տակ, հետո ծալվի Տրամպի տակ, հետո ծալվի Ուրսուլայի տակ եւ այլն։ Եվ այս նամակը հարցեր է լուծել։ Այս նամակի բովանդակային հարցերի լուծման ապացույցը հենց Նիկոլի հրապարակված փաստաթղթերում է 18-ի կռակավ, 19-ի իրան տված թուղթը։ Համեմատեք եւ տեսեք, այսինքն այս հիմարների խրախճանք չի, դեբիլանոց չի, ես հասկացա ԿՊ, դուք դեբիլանոց չեք, գոնե նորմալ արգումենտ բերեք, մարդու ինֆակտի մի հասցրեք ձեր պրիմիտիվությամբ, ձեր տխմարությամբ, ձեր ինտելեկտուալ սնանկությամբ ու ձեր անբարոյականությամբ, դա հերիքը ամեն ինչ չափ ու սահման ունի, չէ։ Դուք ձեզանից չեք զզվում գոնե մարդկային առումով, թե դուք ինչ տխմարություններ եք դուրս տալի, ինչ ստեր եք դուրս տալի, ափաշկերա հրապարակված թղթերի, որ քորինը չեք կարող խափել, կներեք, կույրին էլ չեք կարող խափել ձեր այս բաները, որ մնաց մեզ ժողովրդի, մեզ քաղաքական դաշտի ներկայացնեն, դուք բառ չեմ գտնում ասելու։ Այս Սերժի նամակի հետ կապված, ֆիքսեցինք սա, բայց սա ամենը չի դեռ, հաջորդը։ Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ջան, 3 հատ այլ սուտ էր ասում այս ընթացքում, 44 օրյայից հետո, ի թիվս արդեն քննարկված, նորից կրկնված եւ բացահայտված սուտերի 3 հատ սուտ էր ասում։ 3 հատ սուտերից հետեւյալ, առաջինը, նա ասում էր, «Արա Սերժը վատ բան է արել, որ համաձայնվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ոչ թե մի թղթով պետք է լինի, այլ 3 թղթով պետք է լինի, ու վերջինը պետք է լինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, իսկ մենք ասում ենք, գիտենք, չէ, այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ասում է
2-3 թվականներին ասում է քխ փաստաթղթերը մեր մասին ընդունել այդ բան, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ Ալիևի այդ ադրբեջանական խոսույթ, դատարկ, տխմար խոսույթ 93 թվականի բանաձևերի հետ կապված, ասում է Սերժը, որ համաձայնվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորումը պետք է տրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով, դա վատ բան է արել, որովհետև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 90-ականներին քխ թղթեր է ընդունել։ Տխմարության նախ այդ թղթերը 90-ականների քխ չէին, եւ Նիկոլը շատ լավ դա գիտի, եւ պարզապես Ալիևի կողմից այս պարտադրված իրան հրամցված տեսակետն է հայտնել, ինչը արդեն խայտառակություն է, բայց դաժե դրա մասին չէ սոտառան։ Հաջորդը։ Ուրեմն Նիկոլը, որ ասում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ասում է, գիտենք, չէ, իր հին որոշումներին հակասող մոտեցումներ չէր որտեղի, վատ բան է տեղ ունեցել։ Բացում եք այդ նամակները, ժողովուրդ ջան։ Բացում եք այդ 16 թվականի կարգավորման, 19 թվականի կարգավորման փաթեթները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծում երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմը, ոչնչով չսահմանափակված պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որը միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել անկախ ելքից եւ որը տեղի էր ունենալու, որին մասնակցել էր բացառապես Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, նասիլենյան, բաց գրած է տեղ, եւ անգլերեն տեքստով, եւ ռուսերեն տեքստով, այսինքն փուչիկ, Նիկոլի ստերի փուչիկ, հաջորդ սուտ է ինչ էր ասում, այս վաղտ ասում էր, Լեռնային Ղարաբաղը ասում է, միջանկյալ կարգավիճակ չեր ունենալու, ասում է, Սերժը խափում ասում է, այդ փաստաթղթերում ասում է, միջանկյալ կարգավիճակ, իրաց լեզվով ասած, յող, միջանկյալ կարգավիճակի մասին բոլոր տեսակի այս փաստաթղթերում, Սերժի վաղտվա 16-ից հետո հրապարակված, չորնին պա բելմու մանրակրկիտ նկարագրված է, թե ինչ է նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի կներեք, Հանրապետություն այստեղ ճանաչված չի, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, գրած է, թե որ հարցերի վրա է դա տարածվում, գրած է, թե որ միջազգային կառույցների հետ Լեռնային Ղարաբաղը կարող էր աշխատել, գրած է, թե ինչպես է երաշխավորվելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մարդու իրավունքները, գրած է, որ դեմոկրատիա եւ այլն միջանկյալ կարգավիճակի մասին դաֆիգա հիշատակումներ աստեղ ու նկարագրություններ։ Երրորդ տենց ընթացիկ սուտը, որ Նիկոլը ասում էր Սերժը համաձայնվել է փուլային տարբերակին։ Արա բացում ես այս թղթերը, ժողովուրդ ջան։ Ռուսերեն տարբերակ, բացեք նայեք, գրած է պակետնի վարիանտ, պակետ ինչ է նշանակում, պակետ, փաթեթ, պակետ, փաթեթ, փաթեթային տարբերակ, ոչ թե փուլային տարբերակ, այլ պակետնի վարիանտ, պակետային, փաթեթային տարբերակ։ Դաժե ըստեղ այս նման հարցերի մեջ էլի այս փաստաթուղթը Նիկոլի բոլոր ստերին այս թեման էլ հասկացանք, չէ՞։ Հա, հիմա այս ինքնորոշումը ասեցինք, գրած ասաղ, խախտված բալանսի մասին սրանց հեքիաթները պայթեցրեցինք, պակետնի վարիանտ ասեցինք, պրամիժուտեչնի ստատուս ասեցինք։ Հա, հիմա փորձելու են ձեզ շեղել մեղրիով, բանով եւ այլն։ Ինչ կապ ունի, ես չեմ մտնում այդ դետալների մեջ։ Ինչ կապ ունի Լիսաբոնի սամիտը 96 թվականի, ինչ կապ ունի Քիվեստը 2001 թվականի, Նիկոլ դու եկել ես իշխանության 2018-ին, դու ժառանգել ես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ Սերժից, ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից։ Դու պետք է խոսաս նրա մասին, թե Սերժը, որ թողել էր հայկական շահերի սպասարկման լավագույն օրինակներից մեկը քաղաքական փաթեթը, դու խի ես այդ փաթեթը քաք մեջ արել կներեք բանից համար, դիտավորյալ ես արել, չէ՞։ Եվ հիմա այս ստերով փորձում ես մարդկանց խաբել, բա ամոթ չի։ Ժողովուրդ, մեզ է ամոթ, որ այս
մարդիկ հələ մտածում են, որ մենք էշ ենք, այնքան են մեզ ֆարցրել, այնքան են մեզ խափել, այնքան են կռուտիտ մուտիտ հնարքներով երկարաձգել իրանց իշխանությունը, որ թվում է էս էլ կարան պալստացնեն։ Խրափաշքերը չէ, ինչ որ դաժե Նիկոլը իր ձեռով հրապարակել է այսօր, ինք այս սա հրապարակածը Նիկոլի դեմ է, Նիկոլի քաղաքական դավաճանության մասին է, Նիկոլի ստերի մասին է, այս սա ով որ ասում է աչք ունի, թող կարդա տեսնի, այս էլ ում իրանք են հրապարակել, այս էլ ում իրանց ինչ բանավեճ, քո հետ ինչ բանավեճ, քո հետ մաքսիմում ես եմ ասում քեզ, ես դաժե այսքանից հետո ես քո հետ կբանավիճեմ, զուտ մի բանի համար, ես զզվող չեմ, մոռացի Սերժի, վստահ եմ նաև Ռոբերտի ու Լևոնի հետ, բանավեճն ավարտված է, կանեց ֆիլմը, այս քո հրապարակած փաթեթը, կանեց ֆիլմը է, որովհետև սա պրոստը սենց տապանակար է, քո քաղաքական պատմական կերպարի վրա, որովհետև այս փաթեթը նրա մասին է, որ դու դավաճանել ես հայկական շահերը, որ դու ստել ես հայ ժողովրդին, որ դու հանձնել ես Լեռնային Ղարաբաղը, այս փաթեթը քո հրապարակած փաթեթը, դրա մասին է, համաձայն չես, արի կբանավիճենք, հանգիստ, խախանդ, առանց ավելորդ ինչ էր ասում, էթիկա խնդալու է, չէ, ՔՊ-ն եւ էթիկան, օքեյ, ձեր ուզած տաղավարում, հավասար պայմաններով ուղիղ եթերում, թե չէ Սերժ, Ռոբերտ, Լևոն չեն գալու, էսի պրծած է հասկանում ես, սա պրծած է, ուզում ես 15 հատ գրանտուր քո մասին գիր գրեն, ուզում ես ԿԳՍՄ կճլեին, մի հատ էլ հանձնարարիթ, մի հատ էլ աղավաղեն հայոց պատմությունը, ինչ ուզում ես արա, էս խարանա, ես դա գիտեի սրա մասին, բացի 19 թվի թղթից, բայց դու դա արդեն հրապարակել ես, բոլորի համար լուբոյը կարա մտնի, սա կարդա եւ տեսնի։ Էս է ժողովուրդ ջան, այսօր ճիշտ ասած ուրիշ թեմայով եմ ուզում լայվ անեի Եվրոմիություն Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների մասին, բայց դա մեկ այլ այդքան հրատապ չէր, ինչքան այսօր Նիկոլ Փաշինյանի այս, այսպես ասած, նվերը մեզ, որովհետև այն ինչ որ հրապարակվել է, նորից կրկնեմ, Նիկոլ Փաշինյանի մասին դիագնոզ, ախտորոշում, բուժումն էլ միայն հեռացում, ուրիշ թերապևտիկ բուժում սրան չկա, այսքանից հետո պրոստը տենց տուպա հեռացում, ոչ մի բանավեճ, ոչ մի բան, այս իմ ասածների մեջ, եթե ինչ-որ մեկը այդ քպայական ձեր սաղ կոդլից կներեք բառից համար, տենց ամենա ինտելեկտուալը կամ ամենատեղեկացվածը, որևէ բանակցային խնդրի հետ կապված իմ ասածների մասով կարա հակափաստակ բերի ձեր իսկ հրապարակած փաստաթղթերի հիման վրա, ես անհամբեր սպասում եմ, եթե այդպիսի աղջնակ կամ տղուկ կլինի, ես չգիտեմ, սա սուտ չէ, էլի սենց ճշտով կարաք հակադարձեք, ճշտով, փաստարկված, սպասում եմ, պարզա, որ զերո հակադարձում անելու, դեր սաղ ինչ ասեցի, սաղ ճիշտ է ժողովուրդ, սաղ չոտքի է, սաղ ապացուցված է, բոլոր փաստաթղթերով, որոնք հրապարակել է նույն Նիկոլ Փաշինյանը այսօր։ Մնացեք խաղաղությամբ, որքանով դա հնարավոր է այս վիճակում, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։